Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօրվա մեր քարոզին նյութն է հավատամքը։ Որպես բնապան պիտի կարդամ Որոմի արագը։ Ավետարանս Մատթեոսի 10-րդ գլխում 24-30 համարներու մեջ մեր դեր ու փրկին ուսուցումը այսպես մեզի կներկայանա։ Ուրիշ արագ մնալ հարաճ բերավ անոնց ու ըսավ. Երկինքի թագավորությունը նմանեցավ մարդումը, որ իր արդին մեջ փարի սեր ցանեց։ Երբ մարդիկ կքնանային, իր թշնամին եկավ ու ցորենի մեջ որոն ցանեց եւ քնած։ Եվ խոտը փուսավ ու բդուխ բերավ, անգե հետո որոննալ երևցավ։ Ուստի դանդիրոտ ծառաները մոտեցան ու իրեն ըսին. Տեր, չեմ որ դու քու արդիդ մեջ փարի սեր ցանեցիր։ Ուրեմն որոմը ուրգե։ Անիգա ասավ անոնց. Թշնամի մարդը ըրած է ադիգա։ Ծառաները իրեն ըսին. Հիմա գուզես որ երտակ զանոն քաղենք։ Անալ ասավ. Ոչ։ Չլա թե որոմը կաղած ադենին ծորենն անոր հետ փրցնեք։ Թող դվեք, որ երկուքն ալ մեկտեղ աճին, մինչև հունցքի ադենը։ Եվ հունցքի ադենը հնցողներում պիտի ըսեմ, առաջ որոմը քաղեցեք, խուրց կաբեցեք այրելու համար, իսկ ծորենը իմ ամփարս ժողվեցեք։ Ինչ կարևորություն ունի որոմի արագը Աստուծո թագավորության մեջ։ Նախ ասեմ, որ կարելի է Քրիստոսի ներկայացուցած արակները երեք կատեգորիի բաժնել։ Այն արակները, որոնք առնչված են ավետարանչության հետ, գգատնի ապաշխարության։ Այն արակները, որոնք առնչված են վարդապետական նյութերով, Քրիստոսի ուսուցման վարդապետական նյութերով, եւ երկրորդ արակները առնչված են վախճանաբանական նյութերով։ Ավետարաններում վերջում կտեսնենք, որ Քրիստոս պիտի գա եւ իր հարսնիքը պիտի անե, իրեն հետևորդները պիտի մտնեն հարսնիկ եւ իրեն դեմ ապստան երողները պիտի մնան դուրս։ Մանավանդ Մատթեոս 25-րդ գլուխը 3 տարբեր օրինակներով Հիսուս Քրիստոս ներկայացուցած է։ Ուրեմն այս արագը, որ կպատկանի վարդապետական ուսուցման, Հիսուս կհաստատե, այսինքն չենք վիճիր, Հիսուս կհաստատե, որ երկինքի թագավորությունը ունի թշնամի, եւ այդ թշնամին սատանան է, որ Աստուծո դեմ ըմփոստանալով, Աստուծո ներկայութենեն բարձրացավ, թադաբարդված է, եւ Աստվածային ժամանակը կա, անի իր արդար հատուցումը դառնե գրագի լիճին մեջ։ Սատանան ըմփոստանալով Աստուծո դեմ, եւ Աստված մարդը ստեղծեց, Սատանան սկսավ մարդուն թեման բայկար լողել, որպեսզի մարդը զրկե Աստուծո ներկայութենեն եւ մարդն իրեն նման թադաբարդվի։ Այսինքն երբեմն երբ մեկը մեկում է թշնամություն խնդիր ունենա եւ չկարենա իր թշնամին հարվածել, ինչ կնե զավակներուն կհարվածել։ Շատ բարձ օրինակ ունի։ Չի գնար Սատանան Աստուծո դեմ պայքարի, սկսավ պայքարի Աստուծո ստեղծած մարդուն դեմ։ Աստված մարդը ստեղծեց, որպեսզի մարդը ունենա հաղորդակցություն իր ներկայության ապրելու որպես հայր եւ որդի։ Սատանային սիրելիներ գլխավոր ռազմավարությունը, որ գմղե մարդկության դեմ մեկ փարով սուդն է։ Անոր համար Հիսուսը ասավ ինքը ամեն սուդության հայրն է։ Օրինակ, Աստուծո խոսքը սուդ է,
Սատանան Ադամին և Եվային գասկածանքի տակ դրավ։ Իրավ Աստվածը սա։ Ոչ թե պիտի մեռնիք, այլ պիտի ապրիք, գասկածանքի տակ դրավ, փոխեց։ Քրիստոս Աստուծո բանը, Աստուծո խոսքը սուտ է։ Եվ ինչ կսեն, դուք սխալ հասկացած եք։ Դուք Քրիստոսի խոսքերը չեք կարողացել հասկանալ։ Սուրբ Հոգին սուտ է, որովհետև անձնավորություն չէ։ Գահարցնես, ով է Սուրբ Հոգին, իրենք կպատասխանեն և կսեն ինչ է Սուրբ Հոգին։ Շատ մեծ սխալ է սիրելիներ վարդապետական, երբ որ մենք կսենք ինչ է Սուրբ Հոգին, ոչ, Սուրբ Հոգին ով է, անձնավորություն է։ Ինչպես կներկայացնա Սատանան, ապաշխարությունը սուտ է։ Ինչու, որովհետև հավիտենական կյանք չի կա։ Հավիտենական կյանքը թրախտային կյանքը հոս երկրի վրա է, Սուրբ Գիրքի մեջ բահված համարում կա, կամ հատուկ իրավիճակի դուրս եկած համարում կա մեկը, ով գիտե մարդուն հոգին ուր կերտա։ Ասի Սողոմոն իմաստունի խոսքն է ժողովի մեջ, որ այսինքն այդ օրվա հասկացողությամբ Դագավին Մեսիան չեր եկած, գար խումբը, գար իրավիճակը, որ մարդը մահանալ են ետքը ինչ, և Սողոմոն անիկա մարդկային մտքով կներկայացներ։ Իմասեմ սիրելիներ, Սուրբ Գիրքը Աստուծո ներշնչված խոսքն է։ Բացեք որ ուզես խորանալ և մանրամասնել։ Ասի պետք աստվածաբանական դպրոցի մեջ շատ մեծ վիճաբանության նյութ եղած է, ինչ որ պիտի իսը։ Արդյոք Սուրբ Գիրքի մեջ գրված բոլոր խոսքերը Աստծո խոսքն են։ Ոչ։ Սատանան էլ խոսած է։ Մարդն էլ խոսած է։ Այսինքն իրավիճակներ կան, որ պետք է բացատրություն դրվի։ Երբ որ Սատանան Հիսուսին ասավ, աս ամենը քեզի կուտան ինձի գրբակություն էր, հատի Աստծո խոսքի չէր։ Աստուծո խոսքի մեջ է։ Աստուծո խոսքի մեջ տրված է, որպեսզի մենք ըսկուշանանք։ Մարդու խոսքը, բայց կա հատուկ պատվիրաններ և հատուկ ճշմարտություններ։ Այս համարը կվերցնեմ, որ մարդու հոգին ուր կերտա, և այս համարին վրա վարդապետություն կթիզեն, կհիմնեն, և մնացյալ բոլոր ճշմարտությունները, գլխավորապես Քրիստոսի հարությունը, կմերժեն հավիտենական կյանքը։ Տեսեք սիրելիներ, Սատանային ներկայացուցած սուտը այն է, որ դու կհավատաս, թե Աստված կա։ Աստված այո, Աստված կա, Աստված գոյություն ունի։ Տեսեք Հակոբոս առաքյալը ինչ կսե, դու կհավատաս, թե Աստված մեկ է, աղեք կնես։ Հակոբու երկրորդ գլուխ։ Թևերն ալ կհավատան, ու կսարսափին։ Դու կհավատաս Աստված կա, օքեյ, թևերն ալ կհավատան։ Ինչն է տարբերությունը։ Եթե կհավատաս, բայց հավատքի գործը մեռած է, այդ հավատքը մեռած հավատք է, անբդուղ հավատք է, աս կգոչվի հավատք թուրսեն եղած հավատք, իսկ ներսը մարդուն սիրտը լեցուն է ըմփոստությամբ, Աստուծո, սիրո և սրբությանքը։ Մուսլիմանները Աստուծո անունները ունին 100 հատ։ Մենք շատ հանդիպել ենք, ինչեր կսեն, այդ 100 անունին տակ ինչեր կսեն, բայց երկու անուն բացակայ է, որ Աստված սեր է, որ Աստված սուրբ է, դες եղբայրները, որ մենք իրենց մեջ ապրած են գիտեն, եթե Աստված սեր չէ, եթե Աստված սուրբ չէ, խապված են, խապեյություն է։ Եթե մարդ արարածը սատանային սուդին լսե, իր վարմունքները պիտի նմանի սատանային վարմունքներում։
խոսքերը հեղաթյուրված են, սուդություն կա մեջը, իսկ սիրտը և գործերը մեղքով թունավորված։ Գա իրականությունը սիրելիներ, որում մասին ավետարանը բարձրացային գահանտիման է, սաստելով հանտիմանական ոճով կբացահայտե, գա իրականությունը սիրելիներ, որ կգոչվի կրոնական գերձավորություն։ Ճիշտ այս է Քրիստոսի խաչին թշնամությունը։ Եվ կրոնական գերձավորությունը Հիսուս ներկայացուց, նաև որոմին արագով։ Ասինք որոմին արագը վարդապետական է, որոմը քարի տեսակ ունեցող հատիկ է։ Երկրագործները բավականին լավ կճանչնան, որոնը տարն է, թմրեցուցիչ է, շուգայի ծախված թմրեցուցիչներուն նման, նաև թունավոր է։ Արդակնապես ծորենի հատիկի գնմանի, Փարիս է, բայց ինքը թունավոր է, թմրեցուցիչ է, ուտվելի բան չէ։ Այն արդի մեջ, որ որոմի հատիկ կմտնե, ասի խորհրդանշական բացատրություն է, այդ արդը գաբագանի, որոմը կներկայացնե քժդություն և բաժանում, բաժանում Քրիստոսի դեմ, բաժանում եղբայրների մեջ, որոմը կներկայացնե Քրիստոսի փառքը կողծողներ, բարձրացնելով իրենց անձին փառքը։ Լավ գիտեք, որ ուր ծորեն գա, որոն գա, շատ նույնանման է։ Մասնակիտական նայված կեպետ, որպեսի դու զարազանես որոմը ծորեն են։ Թրսեն նույնանման են, բայց ներսից բոլորովին հագաբատկեր է, որոմը գուկատ ծորենինքով և իր գլուխը կբարձրացնե որպես ծորեն։ Չար դիտավորություն է, կներկայանա որպես անմեղ, բայց ինքը գեղձիկ է։ Իր մեղքը գծածկե կրոնական հագուստով։ Արդակն ավես կրոնական հագուստ ունի, հագուստը իր վրան է, բայց ներսը մեղավոր կյանք է։ Որոմին հաճույքը, որոմին փափակը ծորենին կողքին գանտնիլ է, որպես թե ծորենի մի գեղեցիկ տարբերակ, բայց երբեք տարբերակ մեջ է։ Պողոս առաքյալ եկեղեցու դաշտի մեջ գոյություն ունեցող որոններուն համար հետևյալ մեկնաբանությունը կսե։ Այսինքն սիրելիներ մենք պետք է ընդունենք, որ եկեղեցու մեջ եւ եկեղեցական կրոնական շրջանակի մեջ որոններ գոյություն ունին։ Իսկ Պողոս առաքյալ ինչպես կմեկնաբանե երկրորդ Տիմոթեոս 3:5-ին մեջը, գսե, որոնք աստվածաշնչյան գերբարանքը ունին, բայց անոր զորությունը ուրացած է, եւ դուն անոնցմեն մեկտի եցիր։ Ունին աստվածաշնչյան գերբարանք, բայց աստվածաշնչյան կյանքը չի կա։ Իսկ ինչ որ գարտացին որոմի արագի մեջ, Փարիս սերմը կներկայացնե Քրիստոսի խոսքը և ուղիղ վարդապետություն։ Փարիս սերմին բդուղը միություն և հաշտությունն է Աստուծո հետ։ Փարիս սերմին բդուղին կյանքն է մեղքեն հրաժարված, մաքուր սերմ է, ուտես սնունդ կարնես, չես թունավորվիր։ Փարիս սերմին բդուղը ճշմարտությունը ցոլացնելն է, ցոլացնել այն ինչ որ
ներսիտիտ է։ Ինչպես Փարի սերմին մեջ կյանք կա, քարի հադիկ մնե, որ մենք հաց ունենանք և հացով կյանք ունենանք, նույնպես ճշմարիտ հավատացյալի մեջ կա Քրիստոսի կյանքը։ Հիմա ես այս բանում որոմին արագը պիտի չի կարողեմ, ոչ ալ պիտի փորձեմ որոմին արագը մեկնաբանել, որովհետև որոմին արագը այն արագներն մեկն է, որում մեկնաբանությունը Հիսուս ըրավ։ Եվ մեկնաբանական օրենքը գսետ է, մեկնաբանված արագը տուն մի մեկնաբանուց։ Արդեն Հիսուս մեկնաբանած է, մեկնաբանված արագը մենք կներկայացնենք։ Ինչպես պիտի պաշտպանենք մեր մեծ սերմանված Փարի սերմը։ Խոսք ուզեմ ասել։ Փարի սերմը քու ներսիտիտ է։ Ան պաշտպանության գարիք ունի։ Փարի սերմի լավագույն պաշտպանը Աստուծո խոսքն է։ Ճիշտ է, որ քո շուրջը որոմներ կան, ճիշտ է, որ որոմները կփափաքին Փարի սերմին նմանին, բայց սիրելիներ, մենք հիմնվելու ենք Աստուծո խոսքին վրա։ Տեսեք, Փարի սերմ որոմը, չար սերմը, որպես խորհրդանշություն, հիմական իսկության, էության մասին խոսենք, մոլար վարտաբերության։ Բոլոր մոլար վարտաբերության նպատակն է նմանիլ քրիստոնեության։ Իրենք կփափաքին քրիստոնեության հագուստը հագնի։ Իսկ մոլար վարտաբերության հիմնադիրներում, որոնք են հիմնադիրներում, իրենց նպատակն է նսեմացնել Քրիստոսը, որպեսզի բարձրացնեն իրենց փառքը։ Ես երկար ժամանակ կխորեի, թե որոնք են որոնք, և Սուրիա ապրելով վերջերս սկսա տեսնել, թե նաև մուսլիմանները որոնք ներկայացան։ Եվ ինչ կսեն, Ադյանը սեմահու ետլետ, երկնային երեք գրոնքները, հուտայականություն, քրիստոնեություն, իսլամություն։ Ինքը կուկակ գողքըտ գգանքնի, որպես է մեկ տարբերակ։ Բայց եկ որ իրենց այդ լուրջ երկխոսության մտնես, ինչ է ծածնել, նսեմացնել Քրիստոսը և բարձրացնել իրենց սուտ մարգարեն։ Չեմ ուզեր շատ ավելի բաներս է ժամանակը անոր գերտա։ Բոլոր մոլար վարտաբերություններում խնդիրը առաջ Քրիստոսին փառքը նսեմացնել է, երկրորդ մերժել Աստուծո Սուրբ Հոգին, երբ որ Քրիստոս կնսեմանա, երբ կմերժվի Աստուծո խոսքը կներկայացնեն որպես հեղատյուրված, այս ցույց կտա, թե իրենք մերժած են և կմերժեն Աստուծո կատարած սիրո փրկագործությունը իր միածին որդուն Հիսուս Քրիստոսի միջոցով։ Մոլար վարտաբերություններում մեջ մեղքերու քավության խնդիր չի կա։ Իսկ մեր հավատքը հիմնված է, որ ինչպես մեր մեղքերը կքավվի։ Որոմին ներկայությունը սիրելիներ Հիսուսի օրով գար։ Շատ բաներ կխոսին ինչու որոմներ, բայց ամենեն բարձ իրավիճակը, որ Հիսուսի օրով գար։ Ուր գուզեմ հասնել։ Դիեզերական եկեղեցին, ընդհանուր Քրիստոսի մեկ եկեղեցին, ինչպես պաշտպանեց ուղիղ վարդապետությունը։ Այդ օրին
1325 թվականին սկսյալ Քրիստոսի եկեղեցու եպիսկոպոսներ միապանեցան և որոշեցին ունենալ հավատքի կանոն։ Այսօր մենք կգոչենք մեր հայերենով հավատո հանքանակ։ Պիտի փորձեմ ներկայացնել հավատո հանքանակը, բայց պիտի ծանրանամ մեկ բաժնի վրա։ Տեսեք սիրելիներ, հավատո հանքանակը ամբողջությամբ փառարփար կանգնված է Աստուծո խոսքը։ Ամեն մեկ բարի վրա Զարեհ եպիսկոպոսը գեցած և գրած է էջեր, հիմնվելով Աստուծո խոսքին վրա։ Օրինակ, Աստված ստեղծիչ է, կբացատրե ինչպես Աստված ստեղծած է երկինքը երկիրը, համարները ուր գրված է, ինչ կսե և այլն։ Հավատո հանքանակը ներկայացված է այսօրվան արտահայտությամբ սիստեմատիկ աստվածաբանական ոճով։ Նույն իրար կով համադրելով Աստված, Քրիստոս, Սուրբ Հոգի և բոլորը։ Ամեն մի նախատասություն հավատո հանքանակի մեջ ունի իր վարդապետական հիմնաբաշտ անհրաժեշտությունը։ Հիմա որ պիտի կարդամ, ամեն մեկ բառ անհրաժեշտ է, որը չեն կրնար խախտել։ Մեկ նախատասության բագասը գրնա շատ բան փոխել։ Ես այս բանում պիտի փորձեմ կարդալ հավատո հանքանակը աշխարհափար։ Եթե առաքելական եկեղեցու, մեր մայր եկեղեցու բادرակին ծանոթ եք, արդեն կտեսնեք ինչպես հարկարկով և երկյուղով որպես թիվ երգեն քրափար։ Բայց որպես ավելի հասկանալի լա ես պիտի կարդամ աշխարհափար և որպես ինձի համար կարդալը հեշտ լա պիտի կարդամ արևմտահայերեն։ Բայց մի քիչ աշխատանք տանենք, ես և եղբայր Հարութը, ես լուրջ նստա աշխատեցանք, հրաշարեցի, Պաշտամունքի վերջավորության ետևը սեղանի վրա պիտի տեսնեք աստուծներեն, մեկական հատ կրնակ առնել, որ գրված է վրան հավատո հանքանակը քրափար և աշխարհափար։ Ունեցեք, ձեզի հետ տարեք և ասարաչիգա շաբթվա ընթացքին խոգացեք ինչ որ կգարտեք։ Ուրեմն աս աշխարհափարը, որ կգարտամ հայերեն լեզվով արևմտահայերեն, Զարեհ Սրբազանի թարգմանություն։ Ինքը բավականին մասնակետ է նաև քրափար հայերենի։ Գարտամ, մի քիչ համբերող եղեք, քարոզի ոճի մեջ շատ չի գա գարտալ, բայց միշտ չեմ անել այս մեկը։ Կհավատանք մեկ Աստուծո ամենագալ հոր, որ արարիչն է երկնքի ու երկրի, երևելի և աներևույթ ստեղծվածներում, ասի Աստուծո մասին, մեկ բաժին, երկրորդ, կհավատանք մեկ Տեր Հիսուս Քրիստոսին, Աստուծո որդին, որ հոր Աստուծմե ծնած է, որպես մեկ ծնունդ, այսինքն հոր էյութենեն է, Աստված է, Աստուծմե ծնած, լույս է, լույսեն հարաճ եկած, ճշմարիտ Աստուծմե ծնած, ճշմարիտ Աստված է, և ոչ թե արարած, ան հորը փնութենեն է, իր մոտ ստեղծված է ամեն ինչ որ կա երկնքի մեջ և երկրի վրա, երևելի թե աներևույթ, ինքն էր
որ մեզի մարդերուս և մեր փրկության համար երկինքեն իջավ և մարմին արավ, մարդացավ, Սուրբ Հոգին ներգործությամբ, Սուրբ Կույս Մարիամեն ծնելով, որպես գադարյալ մարդ, մարմնով, հոգով և մտքով, և ամեն ինչ, որ մարդկային է, ոչ թե երևույթ ավես, այլ ճշմարիտ ավես, չարչարվեցավ, խաչվեցավ, թաղվեցավ, և երրորդ օր հարություն արավ, նույն մարմնով երկինք ելավ և հոր աչքով նստավ, վերստին պիտի գա, նույն մարմնով և հորը փառքով, ողջերուն ու մերազներուն թադելու, ան, որում թագավորությունը անվախճան է։ Երրորդ բաժինը. Գահավանանք անել և գադարյալ Սուրբ Հոգին, որ խոսեցավ օրենքին, մարգարեներուն և ավետարաններուն ընդմեջ են, որ հորդանան կետին վրա իջավ, առաքյալներուն ուսուցանեց և սուրբերուն մեջ բնակեցավ։ Չորրորդ. Գահավանանք նաև մեկ ընդհանրական և առաքելական Սուրբ եկեղեցին, մեկ մգրդություն, ապաշխարություն, մեղքերու քաղաքություն և թողություն, մերելոց հարության, հոգիներու և մարմիններու հավիտենական դատաստանի, երկնքի առկայության հաստատումի և հավիտենական կյանքի։ Սիրելիներ, սկանչելի համադրված Սուրբ Քիրքեն քաղված մեր քրիստոնեական հավատքը, ամեն մի բառ, ամեն մի նախատասություն վերցված է Աստուծո խոսքեն և գապված է Աստուծո Որդին Սուրբ Հոգին հավատացյալներուն ապաշխարության, մգրտության, հավիտենական կյանքի դատաստանի, վերադառնալով Քրիստոսի և Հիսուսի վերադարձը երկրորդ անգամ։ Այսօր քիչ մը պիտի նայենք մեկ բաժինի։ Ուրեմն սիրելիներ, հավատո հանքանակը երեք հատ է, մոլար վարդապետության թեմ հավատքի հիմք է, բազմաթիվ եպիսկոպոսներով քրված է, որում մասնակցած է մեր Գրիգոր Լուսավորիչի երկու եպիսկոպոս զավակները, Արիստագես է ներկայանում, չէ, ներկա եղած են, և առաջին օրեն մեր եկեղեցին իր համացայնությունը տված է և ընդունած է։ Մի կարծեք, որ ասիկա միան հայ առաքելական եկեղեցիով պատկանի, ոչ։ Մի կարծեք, որ ավետարանական աստվածապանական ջեմարաններում մեջ չեն ուսուցանել, ոչ։ Մեզի աստվածապանության կասախոսը ասի տվեց տվավ, հաստատելով և ընդունելով։ Դեսեք, այս հատվածի վրա մի քիչ գնանք, գահավատանք նաև մեկ ընդհանրական և առաքելական Սուրբ եկեղեցու, մեկ մգրտություն, ապաշխարություն, մեղքերու կավություն և թողություն, մերելոց հարության, հոգիներու մարմիններու հավիտենական դատաստանի, երկնքի առկայության հաստատումին և հավիտենական կյանքի։ Հիմա ինչու այս կետը կվերցնեմ, այս բաժինը, որովհետև այս բաժինի մեջ սիրելիներ մենք անելիք ունենք։ Հայրը Որդին Սուրբ Հոգին ճշմարտություն է, մեր հավատքն է, իսկ ապաշխարությունը, մգրտությունը մեր հոգևոր կյանքի ընթացքը ցույց կտա և մենք մգրտությունով մեր հավատքը կթավանենք մգրտության ավազանեն սկսյալ։ Որովհետև երեք հատ է, երկրորդ հավատո հանքանակի մեջ այսպես գրված է, գահավանանք մեկ Սուրբ գաթողիկե և առաքելական եկեղեցի, գաթողիկե բառը կնշանակի ընդհանրական, այսինքն Քրիստոսի եկեղեցին դիեզերական է, ընդհանրական է։ Մենք երբեմն գաթոլիկ կսենք, քանի սխալ բառ է, ես խորհուրդ կտամ այդպես այդ բառը չգործած է։ Գաթոլիկ կնշանակի օդարացած, ուծացած։ Ոչ, մենք կհավատանք
կաթողիկ եկեղեցին, որ Քրիստոսի եկեղեցին ընդհանրական է, Հայաստան, Հարավային Ամերիկա, Սիբերիա, Աֆրիկա եւ այլն, եւ արաքելական եկեղեցի, որ հիմնված է Եփես Ացիսե պրոթկուրքուն վերջին հատվածի մեջ, որ եկեղեցին հիմնվեցավ արաքյալներուն քարոզությամբ։ Մենք կհավատանք կհավատանք եւ կընդունենք արաքյալներուն հիմնած եկեղեցին։ Ինչ կսե, կհավատանք մեկ սուրբ, այսինքն եկեղեցին դիեզերական է, մեկ ծառ է, բայց ունի ջուղեր, կաթողիկ եւ արաքելական եկեղեցին մեղքերու թողության մեկ մգրտության։ Երբ որ ես կարդացի գսե հավատամ ինի մգրտություն ապաշխարություն, ադիկա պիտի բացատրեմ, նույն է սիրելիներ, մի քիչ լուսաբանության գարիք կա։ Մեղքերու թողության մեկ մգրտության կխոստովանենք, մերեններու հարության կսպասենք հանդերձյալ հավիտենական կյանքի ամեն։ Տեսեք սիրելիներ, ես ասի, որ վերջին բաժնի մեջ մենք ամբողջական բարդականություն, հավատք եւ պատասխանատվություն ունենք, որն է մեղած թողությունը եւ մգրտության հավատքի մեր թաղանակը։ Տեսեք, վիճաբանության պիտի չի մտնեմ, բայց միտքս պիտի բացատրեմ։ Չի կարելի, որ դու չապաշխարած մգրտելիս։ Սուբյեկտի մեջ այսպեսի բան քոյություն չունի։ Եվ որ դու քո մեղքերը չես խոստովանած, եւ Հիսուս Քրիստոսին դեր եւ փրկիչ չես ընդունած, ոնց մգրտություն, եթե ըլլական, եթե մեկը փապակի, ոնց որ Հայաստանի մեջ շատ են ասում, դա իմաստ չունի, դա հավատքի գործ չէ։ Դու պետք է խոստովանես Հիսուս Քրիստոս քո փրկիչն է։ Մեկ բզդիկ փագարքիզմը։ Մեզ որևէ մեկը ուրիշին փոխարեն չի գնալ ապաշխարել կամ մգրտել։ Եթե այսպեսի գաղափարի կհավատաս, դու արդեն մաքուր մորմոն ես։ Ճշմարտություն չէ։ Ապաշխարությունը ամեն մեկ անձին անհատական հավատքն է։ Ներկայանալով Հիսուս Քրիստոսին։ Մգրտությունը մեր հավատքի հիմքն է, որ չի փոխվիր։ Մեկ մգրտությունը, որ մենք կհավատանք երրորդության, Քրիստոսի մեզի շնորհած փրկության հավիտենական կյանքին, այս հավատքը փոփոխության ենթակա չէ։ Եթե սկսի այս հավատքը կամ այս մգրտությունը փոփոխության ենթարկվի, արդեն մտած է կրոնական գերձավորության մեջ։ Մգրտությունը մեր հավատքի հիմքն է, որ չի փոխվիր, ասկետին շատ ուշադիր ունենք սիրելիներ, ապաշխարությունը մեր հավատքի ընթացքն է։ Մենք ապաշխարության վերստին ծնանք։ Երբ որ մենք ասենք ապաշխարած ենք, այս բառը հայերեն լեզվական կետնի վրա մի քիչ թերի է, որովհետև սիրելիներ մենք ապաշխարողներ ենք։ Երբ մենք վերստին ծնունդ ունեցանք, սկսանք մեր հավատքի կյանքը ապրել։ Մեր հավատքի կյանքի ընթացքին ունեցանք փորձություններ, ունեցած անգումներ, ապաշխարությամբ, գրգին անգամ կմաքրվենք եւ այս մեկը ոդենլվայի թեպքի մեջ Հիսուս Քրիստոսը սա մաքրվածին ոտքերը մաքրելեն զարքուրիշ բան պետք չէ։ Ամենօրյա մեր ապաշխարության ընթացքով մենք կմաքրվենք, մենք մեր թերություններեն կթոթափվենք, կսկսենք ձերբազատվել եւ մենք մեր հորի սովորություններեն կսկսենք ազատագրվել։ Հիմա ապաշխարությունը երբեմն ինչպես կներկայացվի չեմ գիտել, բայց չգարձենք,
որ մեկը եկավ այսօր եւ ապաշխարությունը ընդունեց։ Փառք Աստծո։ Իր կյանքի ընթացքին ունեցած մեղքերը քավեցան, բայց իր մեջ գտնվող հորի սովորությունները, փնավորությունը, իր մտածելակերպը կամաց պիտի աճի մաքրությունով եւ սրբությունով։ Եվ այս աճման ընթացքը, որ կոչվի սրբության ընթաց, մենք ամենօրյա ապաշխարության գալիքը ունենք։ Ամենաբարձ մեկնաբանությունը սիրելիներ, ոչ թե իմ, Հիսուս Քրիստոսի, ոչ թե պիտի մեկնեմ, այլ պիտի ներկայացնեմ։ Եթե մենք հայրները հավատքով գաղութենք, եթե մենք հայրները դերունական աղոթքը մտածելով գաղութենք, ու մեզիները մեր մեղքերը, ինչպես մենք արգներենք մեր բարդաբաններում։ Մենք ամեն օր հայրների գալիք ունենք, անշուշտ։ Ուրեմն ամեն անգամ որ մենք գաղութենք, անիհոն է։ Հիսուս կսե անդրադարձիր, խոստովանիր, ները, գիտակցիր, խոստովանիր, ները։ Եվ այսպիսով մենք կսկսենք կերպարանագիծը տալ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Իր չափը ունենանք։ Սիրելիներ, հավատով հանքանակը Քրիստոսի դիեզերական եկեղեցվո շատ մեծ օրհնություն և պաշտպանություն եղավ։ Մենք ուշադրությամբ նայեցեք, ինչպես շատ հստակ սուրբ երրորդությունը ներկայացված է, ինչպես Քրիստոսի աստվածությունը ներկայացված է։ Մեծ խնդիրը սիրելիներ մոլար բարդաբերություններում Քրիստոսն է, մեղքերի քավությունը և Սուրբ Հոգին է։ Նախաբաշարումով չմոտենանք, այլ տեսնենք, որ ինչպես այդ օրվա հայրերը աստվածաշնչյան վարդապետական համարները ետևի շարած են։ Տեսեք, հավատո հանքանակի մեջ Հիսուսի հրաշքները չէ հիշված, արակները չէ հիշված, բայց շեշտադրված է Աստված Աստուծո, Լույսի Լույսո, Օրմեն միածին, ձնավ հույսեն, չարչարվավ, թաղյա, հարուցյա, երորդորու հարություն, ասեմ էր հավատքը սիրելիներ։ Եթե ասոցում է մեկ ադը խաղթի, Քրիստոսի վարդապետության անարկանք է և մերժում է։ Դերը ձեզ շատ օրհն է սիրելիներ, այս թուղթերեն կփափակին ունենալ և երբ հանդիպիկ մոլար վարդապետություններում և իրենց մեր լսեք, անպայման իրենց ասածներեն փանը հիմնական վարդապետական, փարևականի մասին չէ խոսքը, վարդապետական, հավատո հանքանակի մեջ մի տեսնեք։ Եվ խոսության արիքն ունեցա, ասե ով է Հիսուս, ասպես մի անգամից Հիսուսի մասին ուզեցի խոսի։ Տեսեք ինչ պատասխան ստացա, որ Հիսուս Աստված է, բայց ոչ քերիշխան։ Աստված քերիշխան է, սուվերեն, Հիսուս մեգաստիճանցած, բազմաստվածություն, եթե մեր բզդիգը գա, ուրեմն մեծը գա, հոս կտեսնենք, ասի մեզի գոգնեն սիրելիներ, որ մենք մեր հավատքի մեջ կասկածներում մեջ չինանք, մարդ ենք, ես իմ զինվորությանս, բանակային ծառայությանս ընթացքին մոտ 6 ամիս ցնցված է, մի երիտասարդ, անամ փարոյականություն ուներ,
Անանք իր մոտ մարդասիրություն, հարգանք եւ բարեգործություն կար։ Ես գիհիանայի։ Եվ ինձի նկատմամբ հատուկ մոտեցում ուներ։ Բայց դեռ մի եկավ, որ ինքը այդ ամենը իր մարդկային չանքերում կվերակեր։ Ես սովորություն ունեմ, որ իմ հավատքս կգիսվի։ Մի եղբայր եկած էր, ացանել իրեն մասին խոսեցա, ինք մուսլիմանութեն է ապաշխարած էր, կյանալիսի մեկ հատ բեգուն ինք Մահմուդ անունով, ասպես ասեմ, վարյանական, հագոպսապ, շատսապ իր պարեգականության, պարեգործության, ազնվության մինա էր սա, այդ երդասարտը համայնավար է, ինչպես սա ես համայնավար եղած է, շատ լավ հասկանում եմ սա, հագոպսապ ըսկուշ, դեր արիտ տվավ, որ ես անդրատարում, գիսվեցեք ձեր հավատքը, գիսվեցեք ձեր փորձառությունները, որպեսզի մեր կյանքեր են դերոջը շնորհ։ Սիրելիներ, ես մեր իրականությունին կյանքեր են, որոնը դուրս շատ ծորեն ու գերմանի, բայց մեջ լրիվ ուրիշ բան է։ Անորամար առաքյալ ինչ կսեր եւ ինք խաղաղության ասվածը ձեզ բոլորովին սուրբն է, ձեր բոլոր հոգին շունչ ու մարմինը անարատ բահի, ինչև մեր Տեր ու Փրկին Հիսուս Քրիստոսի գալու ադենը, ամեն։ Եղբայր Հարութ, հրավեցեք։ Դեր օրն է եղբայրը Սագոբ, վարձկատ գադար։ Հիմա մենք սիրելի ժողովուրդ այսօրվա մեր սրլատող նվերները հավաքելու ժամանակ ես ձեզի համար մի երկեմ այդ հավատամքը երբ չէ ինքը թիվ է, բայց երկարացված թիվ հավատամքը պիտի գարդան ձեզի համար։ Եվ միշտ անգամ հավատամքը ըսած ժամանակ պետք է որ Աստծո խոսքը քո ցերկը ըլլա։ Եվ ով որ գիտե միասին թողի մեր մասնակցի։ Մարիթանտիկ գիտես միասին մասնակցինում են։ Հավատամ իմի Աստված ի հայր ամենագալ արարիչն երկնի եւ երկրի եւ իմի Տեր Հիսուս Քրիստոս որդին Աստծո ձնյան Աստծո հորե միածին այսինքն է յուտեն է հոր Աստված Աստծո լույսի լուսով Աստված ճշմարիտ Աստծո ճշմարտ է ձնունդ եւ ոչար արած նույն ինքն իբնութեն է հոր որով ամենայն ինչ եղև հերգինս եւ վերայեպի երևելիք եւ աներևույթ որ աղակս մեր մարդկան եւ բասը մերով բրգության իջյալ երնից մարնացավ, մարդացավ, ծնավ գադարել ապես իմ արյամա սրբով գուսեմ հոգովն սրբով որով է արմարմի հոգի եւ միտ որին չէ իմարդ ճշմարտաբես եւ ոչ կարճոք չարչարյալ, խաչյալ, հավյալ, երորդ ավուրարությալ, եկյալ երկնիստովի մարնով, նստավ ընտաչ մեղոր, կալոցենովի մարնով և բարոքոր, իտադելս կենտանիս եվыз մերյաց, որով թակավորքյան ոչքով աղջան, հավատամ և իսուր պոքի, հաներ և իգադարյան, որ խոսեցավ հորես և մարկարես և ավետ արանց, որ էչնի որտանան, կարոսյաց, արակյացն և նագեցավ իսուր
միայն ընդհանրական եւ առաքելական Սուրբ եկեղեցի իմի մգրդություն, ապաշխարություն, իքավություն եւ իտողություն մեղած, իարություն մերելոց, իտադաստան նավիտենից, հոգվոց եւ մարնոց, արքայություն եկնից եւ իգյանսը նավիտենական,